մասից այլ բրփեջ Ղարաբաղի բերյակներ, հերիք, դու ինչ իրավունք ունես Աննային բան ասես, Եռաբլուրը քո հոր հողատարածքը չի, դա Պանթեոնա, պետական կառուցվածքա ու պետական մարմինները պիտի գնան, 30 տարի Եռաբլուրը եղել է ու կա, սկսի քո պապա, միակ տղամարդ Քոչարյանից այլ բրփեջ, որ տկլոր տերևները վրեն կպցրած եկան, Քոջո Սերժո բանդան, Հեյդարի բջերը ու սեփականացրին Հայաստանի պետական ունեցվածքը ու տեսնել գույք պարտքի դիմաց տվեցին ձեզ շինող ռուսներին, սկսի դրանից ու բանից, Քոչոյի ու Ռիտուլիկի, այսինքն Քոչոյի ու Սերժո բանդայի կնանիկից, որ երեխեքից հետ մեր նորածիններից է ծախեցին ու լիվանդանոցներն ու մեր ունեցվածքը այդ Ուկրաինայում, Ռուսաստանում, Իսրայելում, Պաղեստինում, որ հավասարացրել են հողին, Ուկրաինան հավասարացրել են հողին, այդ երեխաներ չէր զոհվում միլիոններով, թե նրանց մաման, ձեր մամաների պես չէր, բայց երեխան գնում է հողը պայքարի, հողը պահի, տղամարդ որ ծնվում է, տղա ծնվում է, մենակ պլյուս հայրենիքի զավակը հայրենիքը պահելու համար է, բայց կան որ տենց հետևներեք ճղում էիք, բաղարսի համար քիչ էիք ճղում, տարեք ձեր երեխաներին, ձեր անձնական գերեզմանոցներում, դա պետական պանթեոն է ու մեր բոլոր 30 տարվա զոհերի տեղն է դա սրբավայր է, ոչ մեկ, ոչ մի քանի հատ սև ագրավ, որ ծախվում են, փողը տալիս են ու գլուխներն է դեմ են տալի Քոջո Սերժո բանդային, իրավունք չունեն այդտեղ լոճվելու ու ճորտվելու, քանի հազար զոհեր ունենք, բայց դրանցից մի քանի հոգին են մայր, մնացածը պետեր, ես չեմ հասկանում, թե դեռ չափ չեն հասկանում, որ ով է այս պատերազմը սարքել, ով է ստեղծել այս պատերազմն ու այս դրությունը, ով է երկրում այս խառնաշփոթն ու այս քաոսը ստեղծել, կարող ենք բանը ձեր նման ծախու արարածները